Վաղարշապատի Շահումյան փողոցի այս ճանապարհային նշանի մոտ է վիճաբանություն եղել դպրոցականների մասնակցությամբ։ Արմլուրն էր հայտնել, որ թիվ 5 դպրոցի մի քանի աշակերտներ ծեծել են մեկ այլ աշակերտի։ Ըստ լրատվականի ծեծողների մոտ երկաթյա ծողեր են եղել։ Դպրոցի տնօրենը հայտնում է, որ տուժող երեխան առողջական խնդիրներ չունի ու այսօրվանից դպրոց է գալիս։ Գայանե Սաֆարյանը վստահեցնում է, որ դասերից հետո ու դպրոցի տարածքից դուրս է եղել աշակերտների վեճը։ Ոչինչ չեն տեսել ու լսել դպրոցի դիմացի շենքի բնակիչները։ Բան չեմ լսել, ճիշտն ասած, տեղյակ չեմ ոչ մի բանից։ Կամ համացանցից են իմացել, թե ինչ է եղել իրենց բակում։ Լուրերից եմ մենակ իմացել, ֆեյսբուքյան մեջից ու ոչ մի ուրիշ բան չգիտեմ։ Թեև այնպիսի ժամանակներում ենք, որ ամեն ինչ պետք է հավատաս ու ոչինչին չկասկածես, բայց որ ոչինչից տեղյակ չես, նույնպես մի կողմ էլի։ Ով է մեղավոր, որ անչափահասները սկսել են հաճախ լուծել իրենց հարցերը ուժով։ Ժամանակներն են վատ։ Դաստիարակությունը փոխվել է, չարը ավելի շատացել է, բացասականն ավելի շատ է, որքան էլ ուսուցիչներն ու ծնողները փորձեն երեխային ինչ-որ ուղղություն տան կամ բան, միևնույն է, այնպիսի ժամանակների ենք հասել, որ երեխան ինքը ոնց որ իր խելքով, իր էմոցիաներով առաջնորդվում է։ Մեր երեխեքը տաք հայրուն են, էլի, տաք հայրուն են, հասկանում ես, չգիտես ասենք, հավաքում են իրար հետ դպրոցում, վիճում են, բան են անում, հասկանում ես, էդի դպրոցի տնօրենն ինչ անի, երեխաների հետ պետք է ասենք հոգեբանական բաներ տարվի, էլի։ Քրեական ենթամշակույթից պետք է հեռու պահել երեխաներին, պարզ ճշմարտություն է ասում այս մարդը։ Որ մի տանիքի մեջ գիտես կա, ոնց որ ասենք մի հատ չարիք էլ նման, մոլախոտը ոնց է, այդ մոլախոտի պես մի հատ երեխա նման, պետք է այդ ուշադրություն դարձնեն, որ այդ երեխային չթողեն, որ ասենք ինքը ոնց որ ասենք քրեական ենթամշակույթ են ստեղծեմ, մի քիչ օլիգարխի երեխա է ալնում, հավաքում է իր կողքը, այն մյուս երեխաներին ճնշում են։ Քննչական կոմիտեում քրեական վարույթ կա նախաձեռնված, քննություն են կատարում իրավապահները, որ պարզեն միջադեպի հանգամանքները։ Աննա Գյուլնազարյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Էլեն Յահինյան, Հայլուր։